Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիվանագիտական խորհրդական Սայմոն Մորդուի հետ։ Գրիգորյանը նրան ներկայացրել է Թրամփի ուղու կարևորությունը։ Տեր Թադե Քահանա Թախմազյանի ու Տեր Տարոն Քահանա Հունանյանի հարցը Մայրաթորի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է։ Այս մասին տեղեկանում ենք Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Քահանա Աթենյանից։ Թե ինչ պատճառով է նրանց հարցը հայտնվել կարգապահական հանձնախմբի օրակարգում, արդյոք նրանք ներկայացել են նիստերին, երբ կկայացվի նրանց վերաբերյալ որոշումը, Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրենը չի մանրամասնել։ 2026 թվականի բյուջեի նախագծով ներքին գործերի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 120 միլիարդ 644 միլիոն դրամ, որը 2025 թվականի համեմատ պակաս է 2 միլիարդ 355 միլիոն դրամով։ Այս մասին հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Էջմիածնի քիմիկների զորամասի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում 4 անձի, այդ թվում ՊՆ ծառայողների մեղադրանքի առաջադրվել։ Ի պատասխան տեղեկացնում ենք, որ քննվող քրեական վարույթն առնչվում է զորամասից խոշոր չափերով գույքի հափշտակությանը, քրեական վարույթի շրջանակում մեղադրանքներ են ներկայացվել 4 անձի, այդ թվում ՊՆ ծառայողների, հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS-ի 60 րոպե հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է վերսկսի միջուկային զենքի փորձարկումները։ Մենք պետք է փորձարկենք դրանք, հակառակ դեպքում դուք իրականում չեք իմանա արդյոք այն աշխատում է, հայտարարել է նա։ Թրամփի խոսքով Ռուսաստանն ու Չինաստանը եւս փորձարկումներ են անցկացնում, պարզապես դրանք չեն խոսում դրա մասին։ Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը եւ Գաբրիել Սարգսյանը դուրս են եկել 2025 թվականի FIDE-ի աշխարհի գավաթի երկրորդ փուլ, այդ մասին հայտնում են շախմատի ֆեդերացիայից։